Հայաստանի սահմանների երկայնքով լարվածությունը չի թուլանում, Ադրբեջանը շարունակում է կրակել հայկական գյուղերի ուղղությամբ ու հետո պնդել, թե Հայաստանն է տարբեր ուղղություններով կրակել իրենց դիրքերի ուղղությամբ։ Այս ամենին էլ գումարվում է այն, որ վերջին օրերին սոցցանցերում և լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական զորքերի ու զինտեխնիկայի կուտակումների և տեղաշարժերի մասին։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը չի մեկնաբանում Ադրբեջանի կողմից սահմանի զորքերի կուտակման մասին լուրերը, ընդգծելով, որ արտաքին հետախուզության ծառայության հավաքած տեղեկությունները գաղտնագրված են և ըստ այդմ իրավունք չունեն դրանք տրամադրելու լրատվամիջոցներին։ Այս ամենով հանդերձ ինչպես պետք է գործի Հայաստանը, ինչ անելիք ունի իշխանությունը, բանակը և դիվանագիտությունը։ Այս եւ այլ հարցերի վերաբերյալ զրուցելու եմ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Աբրահամյան։ Նախ միանգամից առաջին հարցը Սյունիք, Վարդենիս և Տավուշ սահմանի այս երեք հատվածներում կրակոցներ կան, եթե հիմա Սյունիքում խոսվում է դրա մասին և գյուղապետերը և բնակիչները, ապա Մովսես գյուղի և Կուտ գյուղի մասին կարծես թե լռում են։ Այս ամենով հանդերձ ինչ է կատարվում հայկական սահմաններին և ինչ տեղեկություններ դուք ունեք։ Ադրբեջանը արդեն երրորդ շաբաթն է ընթանում, ինչ առաջնագծի տարբեր ուղղություններով հրադադարի ռեժիմի խախտումների է գնում, ընդ որում այս 2-3 շաբաթների ընթացքում դինամիկան թեև դանդաղ, բայց որոշակի աճ է արձանագրել այն կրակահերթերի առումով, որոնք տարբեր ուղղությամբ արձանագրվել են։ Երկրորդ, որոշակիորեն ընդլայնվել է աշխարհագրությունը, այսինքն այն ուղղությունները, որտեղով Ադրբեջանը խախտումներ է ցույց դնում, եթե սկզբնական շրջանում դրանք Խնածախ, Խոզնավար գյուղերն էին, Ջերմուկի ուղղություններ, Վարդենիսի տարբեր հատվածներ, ապա վերջին օրերին ընդլայնվել է Տեղգյուղ, Արաբուզ, նաև Տավուշի հատվածում մի քանի ուղղություններ եւ այլն։ Հիմա ո՞րն է այստեղ գլխավոր խնդիրը։ Նախ Հայաստանը, որպես այդպեսի բանակցային գործընթացում իրավիճակը բերել է հասցրել է մի կետի, որի պայմաններում Ադրբեջանը իրեն շատ ավելի սանձարձակ է զգում, Ադրբեջանում շատ ավելի մեծ է գայթակղությունը ավելին պահանջելու եւ ավելին ստանալու եւ դա անցնում է նաեւ առաջնագծում որոշակի իրավիճակի լարվածության մակարդակը բարձրացնելով, որը առաջին հերթին ճնշում է իշխանության վրա Հայաստանի, պարտադրելու այն նախապայմանները, որոնք այսպես կոչված խաղաղության պայմանագրի այդ 17 կետի մեջ չէին տեղավորվում, բայց որոնք զուգահեռ այս ընթացքում բարձրաձայնվել են։ Եվ այս պարագայում Հայաստանի իշխանությունը մեծ առումով որևէ հստակ արձագանք իրավիճակին համաունչ որևէ քայլ չի գործադրում։ Դա կդիտարկենք դիվանագիտական առումով, դա կդիտարկենք տեղեկատվական առումով, դա կվերաբերվի կոնկրետ առաջնագծին, Հայաստանի իշխանությունների պահվածքը ավելի է մեծացնում վտանգավորությունը, ադրբեջանական ճնշումները շատ ավելի հասցեական եւ ազդեցիկ դարձնելու առումով։ Այսինքն դուք կարծում եք, որ Ադրբեջանի այս պահվածքը գլխավորապես պայմանավորված է դիվանագիտական անհաջողության հետ։ Միանշանակ այստեղ կա խնդիր, Ադրբեջանը արձանագրել է իր համար մի փաստաթղթի գոյությունը, դա դրել է առանձին մի վայրում, ավելին ասում է, որ դա հավերժ չէ, կուզենանք ստորագրենք կամ միգուցե չենք ստորագրի։ Հիմա փորձում է օգտագործել իր ողջ հնարավորությունը իր մյուս նախապայմաններով, որոնք այդ փաստաթղթում ներառված չեն, հասնելու որոշակի լուծումների։ Դրա մասին բազմիցս խոսել է դեռևս այդ փաստաթղթից նախորդ տարի օգոստոսից դուրս բերված ռեգիոնալ ապաշրջափակման թեման, որ Ադրբեջանը ուզում է իրականացնել միջանցքային տրամաբանության ներքո։ Հայաստանի սահմանադրության փոփոխությունները ադրբեջանական նախընտրությունների շրջանակներում Հայաստանի ապառազմականացումը, այսպես կոչված փախստականների վերադարձը եւ այլն, այսինքն Ադրբեջանը տարբեր փուլերում ունեցել է տարբեր պահանջներ, դրանց մի մասը արտահայտվել է տարբեր փաստաթղթերով, մի մասը եղել է օդից կախված, այսինքն հայտարարությունների մակարդակով, բայց հիմա Ադրբեջանը տեսնում է իր համար հնարավորություն Հայաստանում, որովհետև այստեղ 6-7 տարի է մի իշխանություն է պետության ղեկին, որը այս ընթացքում անընդհատ զիջել է, անընդհատ հնարավորություն են տվել Ադրբեջանին իր առավելապաշտական հավակնությունները այստեղ դրսևորելու եւ իրացնելու համար, եւ Ադրբեջանը չի ուզում կանգ առնի եւ շարժվելու այնքան, քանի դրա հնարավորությունը Հայաստանում ունի։
Ինչ թաքնված ռիսկեր են, այս կրակոցների տակ, արդյոք այսպես ասած մարդկանց ականջը հենց սահմանապահ գյուղերում սովորեցնում են կրակոցներին, որ հետո ավելի լայնածավալ գործողություններ սկսեն։ Մի փոքր այդ ձև եմ ես մտածում, ես կարծում եմ, որ Ադրբեջանը փորձում է ահաբեկման միջոցով սահմանամերձ գյուղերի բնակիչներով հավաքական առումով Հայաստանում ապրող մարդկանց պահել սարսափի եւ վախի մթնոլորտում, դրանովից նաեւ ներքին ճնշումներ առաջադրել Հայաստանի իշխանություններին զերծ մնալու այնպիսի գործողությունների, որոնք որևէ փուլում կարող են բերել ուղիղ առճակատման։ Հիմա մի հատ բարձ ճշմարտություն կա, որքան ադրբեջանական գործողությունները լինում են անպատասխան բոլոր ճակատներում, այնքան Ադրբեջանը դա կարողանալու է օգտագործել եւ շատ ավելի խոցելի դարձնել Հայաստանի Հանրապետությունը։ Մեկ եւ երկրորդը պետք է հասկանալ, որ Ադրբեջանը նաեւ որոշակի տրամադրություններ շոշափում է անում միջազգային տարբեր խաղացողների շրջանում եւ միջազգային ոչ համարժեք արձագանքը այս իրավիճակում կարող է Ադրբեջանին դրդել շատ ավելի լուրջ գործողությունների։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ սրանք մի փուլում կարող են վերաճել շատ ավելի վտանգավորի այն առումով, որ սրանք կլինեն արդեն գործողություններ, որոնք կարող են արտահայտվել ինչպես տարբեր հարվածների, այնպես էլ ուղիղ առաջխաղացման առումով։ Այսինքն այդուամենայնիվ այս պայմաններում, երբ այսքան շահարկվում եւ խոսվում է խաղաղության պայմանագրի մասին, դուք պատերազմի չեք բացառում։ Պատերազմը ոչ միայն ես չեմ բացառում, այլ Հայաստանի հետ փաստաթուղթ բանակցող կողմի ղեկավարը պարզ հայտարարում է, որ քանի իրենց բոլոր պահանջները կատարված չեն, պատերազմի հավանականություն միշտ էլ կա։ Հիմա այս պայմաններում հակառակը պնդել ուղղակի տրամաբանական չի լինի։ Իսկ խաղաղության պայմանագրից հետո կլինի խաղաղություն։ Գիտեք, սկսենք այն հանգամանքից, որ խաղաղության պայմանագրի 17 կետից ընդամենը երկուսն է հանրայնացված, երկուսն էլ բավականին վիճահարույց կետեր են։ Հասարակությունը չգիտի թե այն 15 կետերի տակ ինչ է թաքնված։ Ադրբեջանական մամուլից տեղեկանում ենք։ Ադրբեջանական մամուլը հատվածական նշաններ ներկայացնում է, ինչը ակնհայտ է դարձնում, որ սա ոչ թե իրականում խաղաղության մասին փաստաթուղթ է, այլ ադրբեջանական պահանջները, այո, պահանջները ամբողջացված, համախմբված մի գրություն, որով Հայաստանը ոչ թե իստորիագություն դնելով բերելու է խաղաղություն, այլ բերելու է կախվածություն, ինքնիշխանության էականորեն նվազեցում եւ դրա տակ որևէ անվտանգություն գոյություն չունի։ Ինչ ռազմական քայլեր պիտի անի Հայաստանը ստեղծված իրավիճակում, բացի այն, որ նախ պետք է զինվենք, պետք է մեր բանակը վերականգնենք եւ պատրաստվենք հնարավոր պատերազմի։ Հայաստանի այս իշխանության պայմաններում որևէ ռեֆորմ, անվտանգության բարձրացման ուղղված որևէ քայլ, Հայաստանի կենսունակության էական աճին ուղղված որևէ նախաձեռնություն պարզապես հնարավոր չի ակնկալել։ Սա չենք խոսում մենք 2 տարվա կտրվածքում իշխանության մասին, որը 1-2 տարի է իշխանության։ Մենք խոսում ենք իշխանության մասին, որը արդեն լրանում է 7 տարին, ինչ իշխանության է, եւ այս տարիները ցույց են տվել, որ նրանք եթե նույնիսկ ունենան կամքել, չունեն որևէ ունակություն եւ կառավարման տեսանկյունից, եւ կանխատեսելիության առումով, եւ պրագմատիզմի տեսանկյունից Հայաստանին հասնելու այնպիսի դիրքի, որը քեզ կարող է բերել եւ պաշտպանվածություն եւ նաեւ զարգացում։ Հայաստանի այս կառավարությունը ամբողջությամբ տապալել է իր երկրի քաղաքացիների առաջ ստանձնած իր պարտավորությունները։ Հրապարակային նույնիսկ արձանագրել, որ իր նախընտրական ծրագրերում եւ կառավարության ծրագրերում ընդգրկել է դրույթներ, որոնք ի սկզբանե իմացել է, որ չի իրագործելու, սակայն ըստ իրավիճակի այդպես է ներկայացրել եւ բնականաբար այս իշխանության պայմաններում ակնկալել, որ մենք ունենանք պետություն, որը կարողանա դիմակայել այսօր առկա մեր հիմնական սպառնալիքներին, դա բնականաբար այդպես չէ։ Պարոն Աբրահամյան, պնդումը, որ նրանք տապալել են կառավարումը, ընդդիմության պնդումն է։ Այսինքն իշխանությունը, իդեմս Նիկոլ Փաշինյանի, երբևէ չի համաձայնել, որ իրենք որևէ բան երբևէ տապալել են։ Պատերազմը ժառանգել էին նախկիններից, ինչպես իրենք են ասում, կորոնավարակը դա համաշխարհային էր եւ մնացած բոլոր առումներով որքան կարողացել են հաջողել են։ Այսինքն այս պայմաններում ձեր պնդումները եւ հիմնավորումները որոնք են, որ նրանք տապալել են։ Գիտեք, իշխանությունը, որը օրինակ հայտարարում է, որ իր տեսակետը Արցախի հարցով հանգուցալուծման տեսանկյունից
ինքնորոշման իրավունքի իրացումն է։ Նույն իշխանությունը 1 տարի հետո ասում է Արցախը Հայաստանի եւ վերջ, եւ նույն իշխանությունը 2 տարի հետո ասում է, որ իրականում ինքը միշտ էլ կարծել է, որ Արցախը ադրբեջանական է։ Ընդ որում միջև 21 թվականի կառավարության ծրագրում այդ դրույթները եղել են ամրագրված Արցախի օրինակ խնդրի հանգուցալուծման տեսանկյունից։ Հիմա այստեղ ինչ կապ ունի, թե ասողը ընդդիմությունից է, իշխանությունից է, Մոսկվայից է, Թեհրանից է, թե օրինակ Բրյուսելից է։ Կա կառավարության փաստաթուղթ, որտեղ գրված է կամ ներկայացված է կառավարության ծրագիրը, որը չի իրականացվել, սա մեկ։ Եթե նույնիսկ խոսենք ձեր ասած թեմաներից, որ դա ժառանգված էր կամ համաշխարհային տենդենց էր, կորոնավիրուսը կամ 44-օրյա պատերազմը։ Իսկ եթե ժառանգված պատերազմ էր, իսկ եթե դա ինչ-որ բանի հետևանք էր, իսկ ո՞վ է կառավարումը հրամանատարությունը իրականացնում։ Այսինքն, եթե վաղը մենք ունենանք այլ իշխանություն, որի պաշտոնավորման 3-րդ տարում տեղի ունենա պատերազմ, մենք տարածքներ զիջենք, Հայաստանի տարածքներ օկուպացվեն, մարդիկ զոհվեն, պատկերացնում եք իշխանությունը ասի, դրանից ինչ կապ ունի, տարիներով բանակցային գործընթաց էր գնում, իմ ժամանակ տրակեց, բայց ժամանակվա իշխանությունը որևէ պատասխանատվություն չունի այդ պատերազմը վարելու, նույնիսկ գոնե այն պլաններով, որոնք նախատեսված են պատերազմական ժամանակահատվածում։ Այսինքն մենք չենք խոսում այն մասին, որ Հայաստանում երբեք սպառազինք չի եղել կամ երբևէ մենք որևէ խնդիր չենք ունեցել։ Այստեղ հարցը այն է, թե կոնկրետ իրավիճակում կոնկրետ իշխանությունը այդ ժամանակահատվածի ստեղծված իրադրության պայմաններում ինչպես է գործում։ Իսկ Հայաստանի իշխանությունը, ինչպես ձեր նշած կորոնավարակի, այնպես էլ պատերազմական գործողությունների ժամանակ համարժեք չի գործել, ցույց է տվել, որ պետական կառավարման համակարգ գոյություն չունի։ Այնտեղ կա զուտ համակարգ, որը նախատեսված է իշխանության համակիների եւ նրանց նախատեսության մարդկանց ներկայության համար եւ դրա խնդիրը ոչ թե էֆեկտիվ կառավարում իրականացնելն է, այլ այդ մարդկանց կոնկրետ քմահաճույքների բավարարումն է։ Դրանից հետո 21-22-23 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դեմ տեղի ունեցել 3 ագրեսիա։ Դա էլ է ժառանգված։ Այն որ այդ գործողություններին պետությունը համարժեք չի արձագանքի, դա էլ է նախորդներից եկած ինչ-որ բան, հասկանում եք, դա լրիվ աբսուրդի ժանրից է, հատկապես այն պարագայում, երբ որ իշխանությունը 7 տարի է պետության ղեկին է եւ ցանկացած հարց փորձում է բացատրել այս կամ այն հանգամանքներով։ Սա ինքնին եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ անպատասխանատվությամբ օժտված խմբերը, քաղաքական միավորումները որևէ ապագա չեն բերում իրենց երկրների համար եւ այս պարագայում որևէ ձևով բերել եւ նրանց վրա կառուցել իդեաներ, թե ինչպես նրանք այս կամ այն իրավիճակում պետք է գործեն, պարզապես չեն կարող։ Որպես ազգային ժողովի անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, այս սպառնալիքների ներքո ինչ բարեփոխումներ եք տեսնում, բայց այս պարագայում բացառելով խաղաղության պայմանագիրը։ Նախ անվտանգության տեսանկյունից մեր երկրում տեղ ունեցող այն ծրագրերը, որոնք նաև անցնում են խորհրդանում, տարբեր օրենսդրական նախաձեռնությունների ձևով, սրանք շատ դեպքերում ոչ միայն չեն բերում իրավիճակի բարելավմանը, այլ սրանք բերում են շատ ավելի խոր խնդիրներ առաջացնում կամ կուտակում, եւ այս պարագայում պատահական չէ, որ այն խնդիրները, որոնց մասին մենք խոսում ենք պայմանականորեն 5 տարի առաջ կամ 4 տարի առաջ, խոսում ենք նաև այսօր, որովհետև այն ինչպես որ մենք ենք պատկերացնում եւ ժամանակին խոսում ենք տարբեր խնդիրների մասին, այդ ժամանակ մեզ ասում են, որ գիտեք, դե ընդդիմություն են, իրանք պետք է քննադատեն, քննադատում են, բայց հիմա տարիներն անցան, երբ որ նայում ես դրանց արդյունքները, տեսնում ես, որ արդյունք կամ գոյություն չունի, կան ուղղություններ, որտեղ ավելին տեղի են ունեցել վատթարացումներ, դեռ չեմ խոսում այն մասին, որ մեր ողերիմ թշնամին արագ շարժում է առաջ, այդ թվում նաև զինված ուժերի արդիականացման տեսանկյունից, իսկ Հայաստանում այն մարդիկ, ովքեր պատասխանատու են զինված ուժերի կարողությունների բարձրացման կամ զարգացման համար, երբ որ նույնիսկ նայում ես, թե ովքեր են այդ դեմքերը, ովքեր են ներկայացնում պաշտպանության կամ առհասարակ անվտանգության համակարգը, տեսնում ես, որ նույնիսկ բարձրագույն հայտարարությունների կամ նույնիսկ մեծ ներդրումների պարագայում մենք որևէ ակնկալիք այստեղ չենք կարող ունենալ։ Հավանական եք համարում անվտանգության համակարգի ամրապնդումը զինված ուժերի միջոցով, թե այդուամենայնիվ այս գործը պետք է վստահել հայկական դիվանագիտությանը։ Գիտեք, դրանք իրար բացառող գործոններ չեն, որտեղ դիվանագետները ապահովում են արտաքին անվտանգության բաղադրիչը,
աշխատում տարբեր կառույցների, տարբեր երկրների հետ, տարածաշրջանային, տարածաշրջանից դուրս, առհասարակ մեր ռեգիոնում ազդեցություն ապահովող ուժերի եւ այս տեսանկյունից դիվանագիտությունը նաեւ էական դեր ունի Հայաստանի դեմ ուղղված տարբեր սպառնալիքների զսպման եւ կանխման տեսանկյունից եւ անվտանգության ոլորտում տեղի ունեցող ցանկացած գործընթաց դրանք ուղիղ փոխկապակցված են նաեւ դիվանագիտական մակարդակում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Հիմա Հայաստանը դիվանագիտական, այսպես ասեմ, արենայում ներկայացնող անձը կամ պաշտպանական համակարգում ներկայացնող այդ դեմքերը դրանք որևէ մեկը այս ընթացքում իրենց գործունեությամբ ցույց են տվել, որ ունակ չեն դեռևս քաղաքական կամքի մասին դեռևս չեմ խոսում։ Իրականացնելու ձեր հարցադրման մեջ արկա այն գործառույթները, որոնք Հայաստանի համար ապահովելու են անվտանգությունը եւ արտաքին բաղադրիչի եւ ներքին անվտանգության տեսանկյունից։ Դուք ասում եք ունակ չեն։ Այս պարագայում ով է ունակ։ Բոլոր ունակները, ում նշում են ընդդիմությունը, իրենց թիմից են։ Արդյոք Փաշինյանը կհամաձայնի ընդդիմությունից բերել ունակ մարդկանց։ Այս պարագայում եւս հակասություններ են առաջանում։ Նախ չեմ կարծում, թե իրական ընդդիմադիր որևէ դեմ կգնա եւ Փաշինյանի կառավարությունում կաշխատի, որովհետեւ խնդիրը այստեղ առաջին հերթին նաեւ քաղաքական է, որովհետեւ քաղաքականությունն է թելադրում նաեւ եւ արտաքին դիվանագիտական աշխատանք իրականացնելու եւ ներքին անվտանգության հետ կապված խնդիրներ իրացնելու եւ յուրաքանչյուր մարդ տեղավորվում է այդ քաղաքականության մեջ։ Եթե օրինակ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարում է, որ ինքը զինված ուժերին հրապարակային հանձնարարում է օրինակ կրակ չբացել ադրբեջանական կրակահերթերին ի պատասխան։ Հիմա տեղողոզում ալնի պաշտպանության նախարարը կամ զինված ուժերի գլխավոր շտաբը արդեն տրված է հստակ ուղեգիծը, թե ինչպես պետք է շարժվել նույնիսկ այն դեպքում, եթե դու գտնվում ես ադրբեջանական թիրախավորման տակ, եւ բնականաբար տեղ նույնիսկ իմաստել չունի քննարկելու թե ով է այդ պահին իրացնող կամ չիրացնողը։ Հիմա մյուս տեսանկյունից գանք։ Հիմա մեծ թվով մարդիկ 2018 թվականից հետո պարզապես թողել, թքել եւ դուրս են եկել այդ համակարգերից։ Մի մասի նկատմամբ սկսվել է արշավներ, քրեական հետապնդումներ, քաղաքական հետապնդումներ, որի նպատակը եղել է այսպես կոչված փաշինական մոդելի անձանցով, որևէ խոսք չունեցող, դիմագիծ չունեցող կամ այդ խոսքը չարտահայտող մարդկանցով համակարգեր ստեղծելը, դա հետագայում բերել է նաև ծանր հետևանքների եւ 20 թվականի պատերազմի եւ դրան հաջորդած ժամանակահատվածում այն մարդիկ, ովքեր շատ դեպքերում համաձայնվել են մտել եւ տեղավորվել այդ քաղաքականության շրջանակներում, դատվել են, այսօր էլ դատվում են, քրեական հետապնդման են ենթարկվում եւ այլն։ Այսինքն բոլոր առումներով այս իշխանությունը ինքը ցույց է տվել, որ իր հետ աշխատել, իր հետ համագործակցելը համարժեք է նաև իր գործած բոլոր մեղքերի, հանցագործությունների, պատասխանատվությունների կիսմանը, ավելին այդ նույն իշխանությունը իր հետ համագործակցող անձանց տարբեր փուլերում զոհաբերել է, դատել է, վարկաբեկել է միջև վերջ եւ չեմ կարծում թե կա մի ողջամիտ մարդ, որը իրեն իրական ընդդիմադիր գործիչ է համարում, որ կարող է համարել, որ կարող է գնալ աշխատել իշխանության մեջ եւ երկրի համար կարևոր որևէ գործ կատարել։ Եվ այս նույն դիվանագիտության մեջ ինչպիսին պիտի լինի Հայաստանի դիրքորոշումը ադրբեջանական իշխանությունների հետ, հաշվի առնելով, որ վերջին տարիներին բազմաթիվ սպառնալիքներ են հնչում ոչ միայն վերջին տարիներին, այլև նաև վերջին օրերին։ Տեսեք ովքեր են ներկայացնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը այդ գերատեսչություններում, տեսեք ինչպիսի հիստերիկ պահվածք եւ կեցվածք են դրանք տարբեր միջոցառումների ժամանակ ցուցաբերում եւ դուք ինքներդ գնահատեք արդյոք այդ մարդիկ կարող են որևէ պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականությունը կամ Հայաստանի շահերը առաջ մղեն տարբեր գործընթացներում, այդ թվում Ադրբեջանի հետ բավականին բարդ թշնամական հարաբերություններ գտնվող սուբյեկտի հետ։ Այս մարդիկ կորցրել են վաղուց կամ չեն էլ ունեցել այդ լրջություն, սրանք այն մարդիկ են, ովքեր ոչ միայն ունակ չեն, այլ իրենց քաղաքական համոզմունքներով, հայացքներով լրիվ հակառակն են ստեղծում Հայաստանի Հանրապետության համար եւ նրանց մոտեցումները որևէ ձևով չի բխում Հայաստանի կամ հայկականության շահերից։ Հիմա այս տեսանկյունից քննարկել թե սրանք ինչ պետք է անեն, բնականաբար այստեղ քննարկում չի էլ կարող լինել, որովհետեւ սրանք ինչ կարող էին անել
կամ դրսևորվել է կամ հրապարակային արտահայտվել է նրանց իսկ հայտարարություններով եւ այստեղ կարծում եմ որևէ նոր բան այլևս գոյություն չունի։ Եվ հաշվի առնելով ու իմի բերելով Ալիևի վերջին օրերի, վերջին ամիսների բոլոր հայտարարությունները, սկսած որ համարում է, որ պատերազմ կլինի եւ վերջացրած նրանով, որ անիրատեսական է համարում Հայաստանի հետ միանգամից բարեկամանալը։ Այս համատեքստում հնարավոր է հասնել կայուն ու երկարաժամկետ խաղաղության, հակամարտության կարգավորմամբ։ Այն բոլոր կետերը, որոնց շուրջ բանակցում է Հայաստանը եւ Ադրբեջանը, դրանք Հայաստանի համար որևէ ձևով խաղաղության չեն բերելու։ Սա մեկ։ Երկրորդը Ադրբեջանը որևէ խնդիր չի տեսնում եւ որևէ նպատակ չի դրել Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունենալու։ Ադրբեջանին անհրաժեշտ է ինքնուրույնություն չունեցող, սուբյեկտայնությունը կորցրած, ինքնիշխանությունը զրկված մի միավոր, որի հետ ինչպես կուզենա, որ փուլում ինչպես գտնի, այնպես էլ կվարվի։ Հիմա այս պայմաններում ակնկալել, որ հայ ժողովրդի համար կարող է բացվել նոր էջ խաղաղության կամ կառուցողականության, բնականաբար չեն կարող։ Բայց դեպքում ինչի համար այս խաղաղության պայմանագիրը բոլոր խմբագրումները ուղարկելը դիվանագետների խոսակցությունները, թեկուզ Փաշինյանի եւ Ալիևի հանդիպումները, այս ամենը ի վերջո ինչի համար է ծառայում։ Այս իշխանության երկարակետության ապահովման։ Այսինքն մի իշխանություն, որը Հայաստանի դեմ հարձակման ժամանակ հայտարարում էր, որ այս տարածքը, որը թեև Հայաստանի Հանրապետության քարտեզով Հայաստանի Հանրապետության տարածքն է, բայց ամբողջ տարին ձնեպատ հատված է, մարդիկ տեղը չգիտեն, դրա համար պատերազմ չեն սկսի եւ այլն։ Հիմա այդպեսի մտածողության պետության ղեկավարից ինչ պետք է ակնկալել։ Այսինքն պետք է ակնկալել, որ նա այդ փաստաթղթերում հայկական շահերն է առաջ մղում։ Այսինքն մենք տեսել ենք, չէ՞, իր պատկերացումները։ Ինքը մարդկանց եկել է եւ հայտարարություններ արել տարբեր թեմաների հետ կապված իր դիրքորոշումը ներկայացրել, դրանից 3-4 տարի հետո ասում է, գիտեք, ես այն ժամանակ համարձակություն չունեի դες ճշմարտությունն ասելու, իրականում ես մտածում եմ, որ դա ոչ թե այդպես է, այլ լրիվ հակառակն է։ Հիմա այդպիսի պետության պայմաններում բանակցությունների վարումը արդյոք կարող է վստահություն առաջացնել իր քաղաքացիների համար։ Բնականաբար չի կարող։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանի հետ։